Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, պարոն Սաֆրաստյան, հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Սաֆրաստյան, Սիրիայում վիճակը կրկին լարվել է, տեղեկություններ հայտնվեցին մարտի 6-ից, որ Լաթաքիայում բախումներ են տեղի ունենում Ասադի կողմնակիցների եւ Սիրիայի նոր կառավարության անվտանգության ուժերի միջև։ Ինչ է կատարվում այնտեղ։ Իմ ընկալմամբ տեղի ունեցել հետեւյալը, այն քաղաքական իշխանությունը, որը հաստատվել էր Սիրիայում Ասադից հետո, նա չկարողացավ պահպանել իր խոսքը եւ բավական այսպես կոշտ ռեժիմ հաստատեց կրոնական եւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Առաջին հերթին իհարկե ալավիների, որովհետեւ Ասադի ընտանիքը ալավի է։ Եվ այդ բռնաճնշումների հետևանքով տեղի ունեցան ընդվզումներ Լաթաքիայում, որտեղ հիմնականում կենտրոնացած է ալավի բնակչությունը։ Եվ իշխանությունների պատասխանը իմ կարծիքով ոչ համաչափ էր։ Կառավարությունը սիրիական բանակի ստորաբաժանումներ ուղարկեց Լաթաքիա։ Բայց ամբողջ բանը նրանում է, որ այն ինչ որ մենք անվանում ենք սիրիական կամ Սիրիայի բանակ, դա բաղկացած է հիմնականում առանձին ջիհադիստական խմբավորումների ներկայացուցիչներից եւ այն նրանք մտան քաղաք Լաթաքիա եւ սկսեց հաջորդ փուլը այս իրադարձությունների, երբ նրանք սկսեցին պատժել, ինչպես իրենք են արտահայտվում, եւ ալավիներին առաջին հերթին եւ քրիստոնյաներին, ընդ որում խաղաղ ազգաբնակչությանը, եւ տեղի ունեցավ ուղղակի սպանդ խաղաղ ազգաբնակչության սպանություն։ Բայց ինչ նպատակով իրենք թիրախավորեցին հենց խաղաղ բնակչությանն, այդ թվում քրիստոնյա։ Տեսեք, նրանք ջիհադիստներ են, 4 խմբավորում է մտել Լաթաքիա, որոնց անվանումը սիրիական բանակ է, բայց նրանք իրականում կանոնավոր բանակ դեռ չեն։ Իրանք մտել են կազմի մեջ իրենց զենքով, իրենց ստորաբաժանումներով ջիհադիստական եւ ուղղակի սկսեցին նրանք իրենց գործ անել, ինչ որ սովոր են տարիների ընթացքում։ Այս բախումների սկզբնաղբյուրը որտեղից է եկել։ Այսինքն, տեսեք, բռնաճնշումներ են եղել ալավիների նկատմամբ, ընդվզում է եղել այդ դրա դեմ։ Եվ դրա նկատմամբ անհամաչափ այո, իշխանությունները ուղարկել են բանակին կանոնավոր, բայց կանոնավոր բանակը բաղկացած է ըստ էության այդ խմբավորումներից։ 4 խմբավորումն է մտել, ինչպես ասեցի, Լաթաքիա, որոնցից մեկը թուրքականն է, այսպես կոչված, այսինքն բաղկացած թուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչներից։ Եվ սկսել է կոտորած։ Այն, որ Սիրիայի նոր կառավարությունը չի կարողացել պահել իր խոստումը, այն էր խաղաղ իշխանափոխություն կամ անցնցում իշխանափոխություն իրականացնել եւ տեղի ունեցել այս դեպքերը, դրան ինչ կարող է հետեւել Սիրիայում։ Ես սկզբանե ես հենց այդպես էլ ենթադրում եմ, որ չի կարողանա իշխանությունը ապահովել ամբողջ երկրում խաղաղ անցում մեկ քաղաքական ռեժիմից մյուսին, որտեղ Սիրիան բարդ երկիր է։ Այստեղ տարբեր էթնիկական խմբեր կան, դավանական, կրոնական խմբեր կան, շատ դժվար է լինելու, նույնիսկ եթե Թուրքիայի օգնությունը կա։ Եվ սա ուղղակի դրա արտահայտումն էր այդ դժվարությունների։ Ինչ կարող է սրան հետևել։ Տեսեք, նախագահը Աշարյան սրանից 2 օր առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ինքը հիմնական մեղքը իհարկե բարթեց Ասադի կողմնակիցների վրա, բայց նաև ընդունեց, որ տեղի են ունենում փոքրամասնությունների այսպես ճնշումներ, բռնաճնշումներ եւ հայտարարեց, որ ստեղծում է մի կոմիտե, որը պետք է հետաքննություն իրականացնի եւ եթե պարզվի, որ իշխանությունների ներկայացուցիչները մեղավոր են այդ սպանություններում, նրանց պետք է պատժի։ Սա փորձ էր ըստ էության այս կոծկելու այս իրադարձության մասշտաբները։ Ես մտավախություն ունեմ, որ այդ ջոկատները նրանք չեն էլ ենթարկվում, գիտեք, լիովին կենտրոնական իշխանություններին, չնայած հայտարարել են ձևականորեն։ Եվ մեծ դժվար խնդիր է
իշխանությունների առջև, որ նրանք իրենք էլ են ջիհադիստների միջալուց։ Այդ նույն Աշարյան ինքը այն Ջուլանին է հայտնի ահաբեկիչ, որի գլխագինը միլիոնավոր դոլարներ էր, որ պետք է ես կարծում եմ, որ դժվար կլինի իսկապես կարգի հրավիրել այդ ջոկատներին։ Չնայած կան նաև տեղեկություններ, որոնք լավատեսություն են ներշնչում, որովհետև երեք կարծես թե ալիքը այդ սպանությունների այսպես փոքրացել, նվազել է։ Այդ թվում նաև հայերից Սիրիայի, որոնց հետ կապ ունեմ։ Դա հույս է ներշնչում, որ կհագենան այդ ջիհադիստները այն ինչ որ արել են այդ սպանություններով եւ իրենք կդադարեցնեն։ Հաշվի առնելով թե ինչ է տեղի ունեցել, արտաքին հետք դրանում փնտրել։ Ես կարծում եմ ոչ։ Ես կարծում եմ ոչ, չնայած Թուրքիայի գործոնն այստեղ չի աշխատել։ Թուրքիայի գործոնը, տեսեք, պետք է մենք հասկանանք Թուրքիայի մոտեցումը։ Թուրքիան շահագրգռված է, որ Սիրիան մնա միասնական տարածքային առումով։ Իսկ դա բարդ խնդիր է, որտեղ այստեղ, ինչպես ասեցի, տարբեր էթնիկական խմբեր են, կրոնական, դավանական խմբեր են, ընդ որում միլիոնավոր մարդիկ են դրանք։ Եվ Թուրքիան ամեն ինչ կանի, որ հնարավորինս այս իրադարձությունները չազդեն ընդհանուր գործընթացի վրա, իշխանության, որ տեղափոխվում է իշխանությունը այս նոր ուժերին, որը բարդ process է, էլի տարիներ կտևի դա։ Եվ այդ առումով Թուրքիան շահագրգռված է, որ ամեն ինչ հանգիստ լինի Սիրիայում։ Իսկ Ռուսաստանն ու Իրանը։ Բայց տեսեք, Թուրքիայի խնդիրը մի հատ ավարտենք, Թուրքիայի խնդիրը այստեղ առաջին հերթին իհարկե քրդերն են։ Հենց սրանից 2 օր առաջ էլ նույնիսկ 3 Ֆիդանը հայտարարեց հերթական անգամ, որ Սիրիայի տարածքի 1/3-ը գտնվում է քրդերի ձեռքում եւ պետք է կարողանալ խաղաղ ճանապարհով վերականգնել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Կարծես թե թուրքերը փորձում են քրդական ուժերի դեմ ոչ թե ուժ կիրառել, իհարկե դա էլ են անում, բայց փորձում են հնարավորինս ավելի խաղաղ ճանապարհով հասնել այն բանի, որ այդ քրդերը Ռոժավա այսպես կոչված նախապետական միավորումը, որ ստեղծել են քրդերը, որ նրանք զենքը վայր դնեն եւ հայտարարեն, որ ճանաչում են կենտրոնական իշխանությանը։ Նրանք հայտարարում են, բայց զենքը վայր չեն դնում, որտեղ իրենք էլ լավ հասկանում են եւ նաեւ շատերն են հասկանում, որ եթե նրանք զենքը վայր դնեն, ոչ ոք չի կարող նրանց իրենց կյանքի գարանտիաներ տալ, որտեղ ամեն րոպե կարող են հարձակումներ սկսել եւ կներեք թուրքական կանոնավոր բանակի կողմից քրդերի դեմ։ Այնպես որ սա է իրականությունը, բավական բարդ իրողությունների առջև է կանգնած Սիրիան։ Արտաքին գործոնը տեսեք Իսրայելը կա։ Իսրայելը լուծում է իր կոնկրետ խնդիրը, իր անվտանգության ապահովման խնդիրը։ Ինքը գրավել է Գոլանի բարձունքները եւ որոշ տարածք ավելի առաջ է եկել Սիրիայի տարածքը գրավել է եւ ստեղծում է, ինչպես ինքն է հայտարարում, անվտանգության գոտի, բայց դրա հարևանությամբ բնակվում են միլիոնավոր դրուզներ, որը շատ յուրահատուկ աղանդ է։ Նրանց մի մասը Իսրայելում է գտնվում, նրանք Իսրայելի շատ լավ հարաբերություններ ունեն եւ Իսրայելը փորձում է դրուզների միջոցով իր անվտանգության գոտին ավելի մեծացնել։ Այստեղ հարց կա, արդյոք Իսրայելը շահագրգռված է, որ պահպանվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, թե նա կնախընտրի դրուզների միջոցով, այսպես դրուզներին պոկել Սիրիայից եւ այդտեղ ստեղծել ինչ-որ մի այսպես պետական միավորում, որը կլինի լրիվ իր իշխանության տակ։ Սա ուրեմն խնդիր է։ Իսկ Ռուսաստանի ու Իրանի գործոնը։ Ռուսաստանի եւ Իրանի գործոնը իհարկե մեծապես թուլացել է Սիրիայում։ Այս վերջին իրադարձությունների ֆոնին ռուսական ռազմաբազաները, մեկը հենց Լատակիայում է գտնվում, ամենակարևորը։ Իդեպ բնակչության որոշակի հատված նաև եղել է այդ ռազմաբազայում եւ ռուսական օգնության ցանկություն հայտնողներ են եղել։ Այո, հարյուրավոր մարդիկ այնտեղ ապաստան են գտել։ Ռուսաստանը իհարկե հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին։
Բացի դրանից Ռուսաստանը լուծում է շատ կոնկրետ խնդիր՝ պահել իր այդ երկու ռազմաբազաները, որը բավական բարդ է, բանակցություններ են ընթանում իշխանությունների Սիրիայի եւ Ռուսաստանի միջև, կան տվյալներ, որ Ռուսաստանը դիմել է Թուրքիային, որ Թուրքիան իր ազդեցությունը օգտագործի Սիրիայի իշխանությունների վրա, որ նրանք թույլ տան այդ ռազմաբազաները, չնայած այնտեղ հիմնականում, գիտեք, եւ զենքը, զինամթերքը եւ անձնակազմի մի զգալի մասը դուրս է բերվել արդեն, որ նրանք թուրքերը ճնշում գործադրեն եւ թույլ տան, որ մնան ռազմաբազաները, ես կարծում եմ դա առևտրի այսպես արդյունք կլինի Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի իշխանությունների միջեւ։ Սա է Ռուսաստանի կոնկրետ խնդիրը։ Պարոն Սաֆրոսյան, հիմա վերջին դեպքերը կարող են նպաստել նոր ազդեցությունների գոտիների ստեղծման եւ եթե այո, ինչ պատկերով։ Ինձ մոտ հետեւյալ պատկերն է ուրվագծվում Մերձավոր Արևելքի մոտակա տարիներին։ Ես կարծում եմ հետեւյալ գործընթացները տեղի կունենան կամ արդեն սկիզբ են առել։ Առաջինը Ամերիկայի Միացյալ Նահանգները կպակասեցնեն իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքում, որտեղ դա բխում է Թրամփի ադմինիստրացիայի մոտեցումներից։ Եվ կառաջանա որոշակի վակուում Մերձավոր Արևելքում։ Ես կարծում եմ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել եւ ամերիկացիներից ստացել է հավանություն, որ ինքը փորձի դա լրացնել։ Այսինքն մենք ականատես կլինենք մոտակա տարիներին Մերձավոր Արևելքում Թուրքիայի ձգտումներին իր դիրքը ուժեղացնել Մերձավոր Արևելքում օգտագործելով Սիրիան։ Սիրիայի հանգամանքը, որ իր ազդեցության տակ է եւ այլն։ Սա նոր, այսպես, կոնֆիգուրացիա է ստեղծում Մերձավոր Արևելքում։ Եթե Թուրքիան իր ներգրավվածությունը կարողանա ավելացնել Սիրիայում եւ լավ Մերձավոր Արևելյան այդ տարածաշրջանում, դա կնշանակի արդյոք, որ հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում Թուրքիայի ազդեցությունը կարող է նվազել։ Իմ ընդհանուր գնահատականը հետեւյալն է, որը բխում է Թուրքիայի էության գնահատականից որպես պետություն։ Թուրքիան միջին պետություն է։ Թուրքիան ունի այն ռեսուրսները, որոնք ունեն մեծ տերությունները, բայց ուզում է ինքը մեծ խաղ խաղալ, սա հիմա ինչ որ տեղի ունենում Մերձավոր Արևելքում, անվանում եմ Թուրքիայի կողմից մեծ խաղ։ Բայց ինչ որտեղ նաև հաջողում է, չէ՞, Թուրքիան նույն հարավային Կովկասում ազդեցության ավելացման տեսակ։ Տեսեք, հարավային Կովկասը չէ, Մերձավոր Արևելքում Թուրքիան փորձում է դառնալ կարևոր ուժ Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշակի աջակցություն ստանալով, բայց լինելով ինքը միջին պետություն, ես կարծում եմ ինքը չի կարող ռազմավարական խնդիրներ դնել նաև այլ տարածաշրջանում, այդ թվում հարավային Կովկասում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ Թուրքիայի ակտիվությունը հարավային Կովկասում կթուլանա։ Դա լավ է թե վատ։ Դա տեսեք, մեկ, երկրորդ հանգամանքը ըստ էության 20 թվականի պատերազմից հետո, վերջին 44 օրվա Արցախյան պատերազմից հետո եւ Արցախի հայաթափումից հետո հարավային Կովկասում նոր ստատուս կվո է ստեղծվել, որի էությունը հետեւյալն է. չնայած Ռուսաստանը պահպանում է հիմնականում իր ազդեցությունը հարավային Կովկասում եւ դա ընդունվում է առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, բայց ուժեղացել են Թուրքիայի դիրքերը։ Ես կարծում եմ, որ Թուրքիան ներկա փուլում ավելի շահագրգռված կլինի ռեսուրսները ուղարկել Մերձավոր Արևելք, այստեղ պահել այն ինչ որ ունի, որը իր համար դրական է այդ փոփոխությունները, հետագայի համար թողնելով իր ռազմավարական գերագույն նպատակի իրականացումը հարավային Կովկասը դարձնել լիովին իր ազդեցության ոլորտ, այստեղից Ռուսաստանին դուրս մղել։ Դրա համար ես կարծում եմ հիմա Թուրքիան ակտիվություն չի ցուցաբերի Մերձավոր կներեք հարավային Կովկասում։ Տեսեք, Թուրքիան այն պետությունն է, որ տարբեր հարցերում փորձում է միջնորդի դերակատարությունն իր վրա քաշել։ Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման տեսանկյունից եւս իրենք նման ձգտումներ ունեն։ Տեսակետներ կան, որ եթե դիցուկ այս պատերազմը ավարտվի ռուսական կողմի հաղթանակով, դա կարող է նշանակել, որ կվերականգնվի ազդեցությունը հետխորհրդային երկրների վրա Ռուսաստանի կողմից։ Ինչը կարող է տեղի ունենալ ի հաշիվ Թուրքիայի ազդեցության նվազման հարավային Կովկասում։ Դուք արդյոք նման սցենարի վերլուծությանը կողմ կլինեք, թե ոչ, եւ եթե ունեք ձեր տարբերակը, ինչպիսին է այն։ Ունեմ իմ տարբերակը։ Եվ այդ տարբերակը կախված է իմ ընկալումների հետ, որոնք վերաբերում են այն նոր աշխարհակարգին, որ հիմա մենք տեսնում ենք
սկսում է ձևավորվել։ Այդ նոր աշխարհակարգը իմ ընկալումներով կլինի իհարկե բազմաբևեռ, բայց կունենա հիերարխիկ կառուցվածք, այսինքն երկու պետությունները, Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կլինեն այդ հիերարխիայի ամենավերևում։ Ինչու՞։ Որովհետեւ երկու պետությունները ունեն աշխարհում գոյություն ունեցող միջուկային զենքի 90%-ը, երկուսը միասին։ Մնացած բոլոր պետությունները, որոնք ունեն միջուկային զենք, 10% ունեն։ Եվ Թրամփը որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, բիզնեսմեն խոշոր, ինքը դա շատ լավ հասկանում է, փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշ չափով կարգավորել, որ չլինի բախման վտանգ։ Բայց ասում են Թրամփը ուզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները որոշակիորեն կարգավորել, որ Ռուսաստանն ու Չինաստանը չմիանան ու ավելի հզոր չդառնան։ Դա ավելի դա տեսեք իմ ընկալմամբ դա երկրորդ նպատակն է, այո, դա էլ կա։ Բայց ավելի մեծ Թրամփի համար ամենակարևորը, որ աշխարհը խուսափի երրորդ համաշխարհային պատերազմի վտանգից եւ Ռուսաստանը չկիրառի իր միջուկային զենքը, որտեղ Ռուսաստանը միակ պետությունն է, որը կարող է զգալիորեն ոչնչացնել Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես եւ Ամերիկան Ռուսաստանին։ Դրա համար այդ երկուսը կլինեն այսպես հիերարխիայի վերևում եւ Չինաստանը, որը չնայած ռազմական առումով այդպիսի հզորություն չունի, ինչպես այդ երկուսը, բայց տնտեսական առումով մեծ հզորություն ունի։ Այդ հիերարխիան այս ձևի կլինի եւ դա ինչ է նշանակում, որ կսկսի աշխարհի բաժանումը ազդեցության ոլորտների։ Իմ ընկալմամբ Հարավային Կովկասը կմնա Ռուսաստանի ազդեցության ոլորտում, քանի որ ամերիկացիները այստեղ առանձնապես մեծ շահ չունեն։ Իրենք չեն, այսպես ասած, ռեսուրս ներդնի, որ փոխեն իրավիճակը Հարավային Կովկասում։ Թուրքիան էլ, ինչպես ասեցինք, ինքն էլ առանձնապես ցանկություն չի ունենա գոնե այս մոտակա ապագայում փոխելու։ Դրա համար իմ կարծիքով Հարավային Կովկասում իրադրությունը կկոնսերվացվի։ Ներողություն, իսկ ռուսական ազդեցությունը կմնա նույն չափով, որքան հիմա կա, թե այդ ազդեցությունը կավելանա, ինչպես ասացի, որոշ կարծիքների Թուրքիայի ազդեցության նվազման հաշվին։ Դա դժվար է կանխատեսել։ Դա դժվար է կանխատեսել, մենք փաստ չունենք, կարող ենք ենթադրություններ անենք, բայց մենք չենք կարող կանխատեսել, որ արդյոք Ռուսաստանը ինքը, եթե մեկ էլ պատկերացնենք, որ հաղթանակած է դուրս գալիս պատերազմից, այդքան ռեսուրսներ կդնի, որ Հարավային Կովկասում իրադրությունը փոխի կտրուկ իր օգտին, որտեղ դա նշանակում է ինքը նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ գործ կունենա, որտեղ ամերիկացիներն էլ չեն ուզենա, որ կտրուկ փոխվի իրադրությունը, մնա այն ինչ որ կա։ Հասկանում եք, այդ երկուսի այդ փոխհարաբերությունները շատ այսպես լուրջ բալանսի վրա են հիմնվելու։ Իսկ ռուս-ուկրաինական այս պատերազմի ելքը դուք տեսնում եք Ամերիկա-Ռուսաստան բանակցությունների տիրույթում։ Շատ բարդ հարց եք տալիս, այ հիմակվա միտումները, որ գնահատենք, ես կարծում եմ, որ այո, Կգան համաձայնության որոշակի։ Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինքը Թրամփն է հայտարարել, գիտեք, որ Ռուսաստանի հետ ես ավելի հեշտ եմ լեզու գտնում, քան թե Ուկրաինայի հետ։ Ես կարծում եմ այո, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինայի վրա մեծ ազդեցություն ունեն եւ հիմա Զելենսկին իրեն կարող է թույլ տալ այդպես բաներ խոսել, բայց իրականում նրանց պայքարը, պատերազմը կախված է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպան երկրորդական է։ Եվրոպան էլ է կախված Ամերիկայի Միացյալ Նահանգներից անվտանգության հարցերով։ Բայց հիմա Եվրոպան փորձում է գտնել ճանապարհներ այդ կախվածությունը թույլատնելու կամ այդ կախվածությունից կտրվելու համար։ Տեսնում եք, այս շատ լավ ասեցիք, փորձում է, բայց փորձերը գուցե հաջողի, գիտեք ոնց է։ Եվրոպան, այ հիմա որ մենք տեսնում ենք Եվրոմիությունը, որը պատմության մեջ մարդկային բացառիկ երևույթ է, այդպիսի մի երևույթ, բարձր քաղաքակրթական կենսամակարդակով եւ այլն, դա ըստ էության ինչի արդյունք է, բացի տարբեր հանգամանքներից, այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր վրա էր վերցրել Եվրոպայի անվտանգության ապահովումը։ Հիմա եթե Թրամփը հայտարարում է, որ մենք պակասեցնելու ենք Եվրոպային մեր աջակցությունը անվտանգության բնագավառում, պետք է Եվրոպան ինքը, ինչպես ասեցիք, փորձի գտնել ճանապարհներ, իսկ դա կնշանակի հարյուրավոր միլիարդներ, արդեն նման խոսակցություններ կան,
քննարկումներ կան Եվրոպայում։ Իսկ դա կհանգեցնի նրան, որ Եվրոպան չի կարողանա իմ կարծիքով այն բարձր կենսամակարդակը ապահովել, որը միջև հիմա ուներ եւ խնդիրների առջև կկանգնի։ Ամփոփում ենք զրույցը, պարոն Սաֆրասյան, հաշվի առնելով, որ հիմա աշխարհի վերաձևակերպումների փուլում ենք եւ դուք էլ շեշտեցիք, որ ուժային կենտրոնների ազդեցությունների գոտիների փոփոխություն է լինելու, որտեղ պետք է դիրքավորվի Հայաստանը։ Այնտեղ որտեղ կա։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է իմ կարծիքով առաջին հերթին տարածաշրջանային ճկուն քաղաքականություն, որը պետք է Իսկն հարցերը լուծվեն տարածաշրջանի տիրույթում։ Դա առաջին հերթին տարածաշրջանային ճկուն քաղաքականություն եւ գիտեք, այսպես մի քիչ հեռավոր ապագայում, բայց վերջո ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը կիրականացնի Հայաստանի Հանրապետության ձևով կերպարանքով այն հատկությունը, որ ունի ինքը բալանսավորող ուժ կարող է հանդիսանալ Հարավային Կովկասի համար։ Սա մի քիչ հեռավոր ապագա եմ ասում, բայց ես ելնելով մեր ժողովրդի անցած պատմական ուղուց եմ ասում։ Դա մեկ եւ երկրորդը պետք է կարողանա ուժի կենտրոնների միջև, որոնք մենք դες հետ նշեցինք, ունենալ այնպիսի հարաբերություններ, որ նրանք Հայաստանին դիտարկեն ոչ միայն որպես վտանգ, իհարկե վտանգ չեն կարող դիտարկել, այլ նաեւ որպես իրենց դաշնակից, չնայած եւ փոքր դաշնակից պետություն։ Այսինքն Հայաստանը պետք է ոչ թեքվի դեպի Ռուսաստան, ոչ դեպի Արևմուտք, Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ։ Հայաստանը թեքված է դեպի Ռուսաստան։ Հայաստանի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ոչ միտեղ չեն օդ սնվել։ Բայց հիմա բալանսավորված քաղաքականություն է, չէ՞, գործող բալանսավորված պահպանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, այո, բալանսավորված, այնց այդ բալանսի մեջն է, որ պետք է գտնել այդ բալանսը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Զրուցակիցս Ռուբեն Սաֆրասյանն էր, կհանդիպենք։